Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ փողային նվագախմբի 25-ամյակին նվիրված հաշվետու համերգը։ 2020 թվականին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Ստեփու Հարքեպիսկոպոս Չուլջյանը ձեռնամուխ է եղել նվագախմբի կայացման գործին եւ այն անվանել Վարդանանց հետնորդներ։ Դեպի եւ արժանի է հիշատակել եւ աղոթքով հիշել երջանկայի շտակ Ստեփու Հարքեպիսկոպոս Չուլջյանին, ով ունեցավ այն տեսիլքը, որ Վարդանանց նվագախումբը վերցվեց թեմի հովանավորության ներքո եւ գրեթե 1/4 25 տարի իր գործունեությունը ծավալեց Գուգարաց թեմի շրջագծից ներս։ Եվ պետք է ասել, որ այսօր այդ հաշվեկնությունն է, որ Վարդանանց նվագախումբը իր գործունեությունը ծավալել է եւ կարծեմ թե բավական լավ արդյունքներ է ունեցել։ Նվագախումբը երկար ու դժվարին ճանապարհ է անցել Մելս Մատինյանի եւ Վլադիմիր Ռապացկու հետ։ Ստեղծման օրվանից 4 դար անց նվագախումբը արդեն ունի բազմաթիվ հաջողություններ ու հաշվետու այս համերգը ապացույցն է, որ նվագախումբը գտնվում է հուսալի ու պրոֆեսիոնալ խմբավարների ձեռքերում։ Շատ դժվարին տարիներին, դժվարագույն ընթացքով կարողացան իսկապես լրջագույն ընթացք ապահովել, լրջագույն ժամանակաշրջան ապահովել եւ մեծ հաջողություններ ունենալ այդ առումով ոչ մի անգամ դադար չունենալով, այստեղ ներդնելով իրենց եւ մասնագիտական, ընտանեկան վիճավայր ստեղծելու կարողությամբ, որ պատանիները, երիտասարդները եւ նույնիսկ ավելի ցածր տարիքի ուրեմն երեխաներ կարողացան ընդգրկվել նվագախումբ եւ մեծ զարգ ստացավ նվագացանկը իսկապես մեծացավ ճոխացավ այդ առումով այն ինչ որ պահպանվել էր այդ առումով բոլորը բերվեցին իմի եւ կարողացան բեմ հանվել այլևս արդեն գրեթե խնդիրներ չկան որ իրենց համար լուծելի չլինեն նվագախումբը նույնիսկ կարող է համալրվել, ել ավելի մեծանալ եւ լավագույն բեմերում կարողանալ իսկապես ներկայացնել հայ մարդու մշակութային գործունեության կարեւորությունն ու մեծությունը։ Այստեղ նաեւ միևնույն ժամանակ իր վրա վերցնելով հայ արվեստի, հայ նվագախմբային արվեստի որակը ու տեսակը, որ կարելի իսկապես ներկայացնել լավագույն բեմերում եւ շատ քաղաքներում։ Գործունեության ընթացքում նվագախումբը մասնակցել է համահայկական, հանրապետական եւ միջազգային բազմաթիվ փառատոների եւ արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ Միջոցառմանը Գուգարաց թեմի առաջնորդի կողմից պարգևատրվեցին վաստակաշատ ուսուցիչներ։ Նվագախումբը մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրման արժանացավ Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից։ Պարգևատրումներ հանձնվեցին նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրենի կողմից։ Համերգի ավարտին համատեղ ելույթով հանդես եկան Վարդանանց հետնորդներ փողային նվագախումբը, Վանաձորի կամերային երգչախումբն ու նվագախումբը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։